Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության շրջանակում Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի ծրագրով աշխատանքային այցով Հայաստանում էր Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունը։ Առաջին հանդիպումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի եւ անդամների հետ է։ ԲԴԽ նախագահը ներկայացնում է խորհրդի լիազորությունները, կարգապահական վարույթներին եւ դատական համակարգին առնչվող մանրամասները։ Այնուհետև կարևորում կանադացի գործընկերների հետ համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, արդար դատաքննության ապահովման ուղղությամբ։ Հաջորդ հանդիպումը դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ է։ Նրանք ներկայացնում են անչափահասների դատական գործերը վարող դատավորների վերապատրաստման կարգը։ Կանադացի գործընկերները նշում են, որ Կանադայի ոչ բոլոր նահանգներում է դատավարական գործընթացը կազմակերպվում էլեկտրոնային եղանակով, եւ Հայաստանի դատական համակարգի թվայնացման փորձը եւ էլեկտրոնային արդարադատության գործնական կիրառությունը կարող են օգտակար լինել։ Էլեկտրոնային արդարադատությունը, որը ներդրված է Հայաստանում, լավ մեխանիզմ է։ Մեզ մոտ ոչ բոլոր նահանգներում այն կա։ Մասնավորապես Նյու Բրանսվիկում դա դեռ պետք է մշակվի եւ կարծում եմ վերջնական արդյունքը նման կլինի ձեր համակարգին։ Պատվիրակության անդամները այցելում են նաև ներքին գործերի նախարարություն։ Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնում է հանցավորության, այդ թվում անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը վերաբերող խնդիրները։ Կանադացի գործընկերները ներկայացնում են իրենց փորձը։ Ենթադրյալ հանցանք կատարած անչափահասի դեպքում հավաքվում է ամբողջական տեղեկատվական փաթեթ, որը օգնում է դատավորին կայացնել արդարացի դատավճիռ։ Կանադայում հանցավորության վիճակն իսկապես լուրջ է։ Մենք բախվել ենք անչափահասների հանցավորության խնդրին, սակայն չունենք դեռ պատրաստի լուծումներ։ Հիմնական ուղղությունն այն է, որ մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ գործը չհասնի դատարան։ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավարը ներկայացնում է ժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնը եւ օպերատիվ իրավիճակի վերահսկման տվյալների հավաքագրման առանձնահատկությունները։ Կանադացի գործընկերներին հետաքրքրում են անչափահասների հանցավորության վիճակագրությունը եւ թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետության ցուցանիշները։ Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը։ Արդարադատության նախարարությունում ներկայացնում է Սրփուհի Գալյանը։ 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 28.8%-ով։ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 1910 են, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ նվազել է 892-ով։ Կանադացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության անչափահասների ներգրավվածության տվյալները այսպիսին են. 2022 թվականին 6 դեպք, 2023 թվականին 10 դեպք, 2024 թվականին 7, 2025 թվականի առաջին ամիսներին 3 դեպք։ Կանադացի իրավաբանների հաջորդ հանդիպումը Վճռաբեկ դատարանում է։ Դատարանի նախագահ Լիլիթ Թաթևոսյանի հետ կանադացիները քննարկում են երկու երկրների դատական համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները։ Մասնավորապես Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը պատմում է, որ նահանգային դատարանների դատավճիռները վերջնական են եւ 99%-ով չեն բողոքարկվում դաշնային Գերագույն դատարանում։ Հիմնական տարբերությունն այն է, որ Կանադայում մենք աշխատում ենք սոցիալական ծառայողների, հոգեբանների հետ։ Հայաստանում հանցավորության մակարդակը իսկապես ցածր է եւ շահույթ չհետապնդող կառույցները կարող են ակտիվ ներգրավել հանցավորության կանխարգելման գործում։ Անչափահասների եւ երիտասարդների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող մարտահրավերների ընդհանրությունների մասին են խոսել նաեւ հայ փաստաբանները։ Այնուհետև կանադացի գործընկերների հետ այցելել են Փաստաբանական ակադեմիա եւ Հանրային պաշտպանի գրասենյակ։ 7-օրյա աշխատանքային այցն ավարտվում է իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ, այնուհետև իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություններ այցելությամբ։ Այստեղ եւս կանադացի գործընկերները գրառումներ են անում, սղագրում Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրները։ Նշում են նաեւ դատական բարեփոխումների ոլորտում արձանագրված հաջողությունները եւ ծրագրերը։ Այցը ընդհանուր խնդիրները արձանագրելու, հետագա համագործակցության ուղիները նախանշելու նպատակ ունի, ասում է խմբի ղեկավարը։ Այս այցելությունը բացառիկ էր, քանի որ արժեքավոր տեղեկություններ հավաքեցինք, թե անչափահասների հանցավորության վիճակագրության եւ թե Հայաստանի դատական համակարգի գործունեության վերաբերյալ։ Ձեր երկրում իրավապահները, դատավորները իսկապես տիտանական աշխատանք են կատարում։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ անչափահասների ներգրավվածությունը թմրամիջոցների շրջանառությանը համամարտկային խնդիր է։ Հետևաբար համատեղ ուժերով պիտի պայքարենք։ Հասցրինք այցելել Հայաստանի պատմական վայրերը եւ բացահայտեցինք, որ հպարտանում եք ձեր հարուստ մշակույթով եւ պատմությամբ։ Բացի այդ, հայերը առանձնանում են բացառիկ հյուրընկալությամբ
ջերմությամբ եւ ջերմությամբ։ Իրականում սա թեև ախտորոշիչ առաքելություն է տեխնիկական խնդիրներն ու աջակցության հնարավորություններ նախանշելու համար, այդուհանդերձ կարծում եմ անչափ արժեքավոր է թե մեր պատվիրակության եւ թե հայ գործընկերների համար։ Մենք ճանաչեցինք հայ իրավաբաններին, որոնց հետ դեռ երկար պիտի աշխատենք։ Չնայած լեզուների տարբերությանը մենք մեզ զգում էինք ինչպես տանը, չափազանց հեշտ էր շփվել հյուրընկալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վստահ ենք, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։ Մենք սպասում ենք հայկական պատվիրակությանը նոյեմբերին Կանադայում, թեև այսքան տակ դժվար թե լինի մեզ մոտ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի արևոտ մայրաքաղաքից, տեսարժան վայրերից եւ հայկական խոհանոցից տպավորված կանադացի հյուրերը հեռանում են բարձրագույն դատական խորհրդի անդամներին շուտով իրենց երկրում ընդունելու եւ մեկ տարվա տևողությամբ համագործակցության ծրագիրը շարունակելու մտադրությամբ։